Ինչ ես ուտում դու։ Քյուֆտա եւ լոբի, իսկ դու? Ես էլ։ Բայց քո ճաշը տարբերվում է իմից։ Ես ուզում եմ նույնը ինչ դու։ Ծառա, ինձ բեր այն, ինչ նրան ես բերել։ Այդ ինչպես է ստացվում, որ քո կերակուրը նման է երկու գույնով ապուրի։ Ասում են, որ ես դժվարանում եմ ուտել, որովհետև քիչ ատամներ ունեմ ու դժվարությամբ եմ կուլ տալիս։ Բայց դա ճիշտ չէ։ Ծառա, ինձ էլ բեր այն, ինչ նրան ես բերել։ Իմ ատամներն էլ շատ չեն, բայց դա չի նշանակում, որ ես էլ քեզպես կդառնամ։ Միգուցե, բայց հիմա դա էական չէ։ Կարևորն այն է, որ ես նույնն եմ ուտում, ինչ դու։ Ծառա, ինձ էլ բեր այն, ինչ նրան ես բերել։ Բայց դու դա գոնե փորձել ես։ Դու միակը չես, որ ճաշակում ես դա։ Կարևոր չէ, տեսնում ես։ Ինչպես կարելի է ուտել մանկական այս կերակուրը։ Ծառա, ինձ բեր այն, ինչ նրան ես բերել։ Բայց ինձ թվում է, որ դու դա կերար 3 երեկոյան եւ նույնիսկ մինչեւ վերջ։ Անհնար է։ Ես երբեք նման բան չէի ուտի։ Ծառա, ինձ բեր այն, ինչ նրան ես բերել։ Հիմա կբերեն։ Չես տեսնում, թե ինչքան շատ մարդ կա։ Բայց ես հենց նոր միայն նրան կանչեցի։ Այսպես որ կհասնենք։ Այստեղ ոչ մեկն ինձ չի լսում։ Փարավոնի անմիջական հրահանգով մենք պատրաստել ենք ձեզ համար այս արքայական կրեմապուրը հատուկ ընտրված կենդանական սպիտակուցներով։ Միաժամանակ մատուցվում է մուս պատրաստված հազվագյուտ լոբուց, որ հավաքվել է նեղոսի աչափից, քանի որ ավելի համեղ են։ Դրանք նաև նպաստում են ձեր մկանների վերականգնման ու բարելավում ձեր աղեստամոքսային համակարգի աշխատանքը։ Ed un miglior funzionamento dell'intestino. Լսեցի՞ր։ Փարավոնն այսքան մտածում է իմ մասին։ Ինչ եղավ։ Այդ ինչ աղմուկ է։ Ոչինչ, պարզապես մի ափսե ընկավ, բայց նրանք ամեն ինչ կհավաքեն, ինչպիսի սարսափ։ Լավ անդրադառնանք մեզ, կներես։ Բայց ինչու ենք մենք ուտում տարբեր բաներ։ Ինչ ես ուտում դու։ Ահա եւ նորից քյուֆտա եւ լոբի։ Ծառա, ինձ բեր նույնից ինչ նրան ես բերել։ Երբեմն դեմենցիա ունեցող անձի մոտ կարող են ի հայտ գալ սնունդ ընդունելու եւ հեղուկ կուլ տալու հետ կապված դժվարություններ։ Դա շատ բարդ գործընթաց է, որն սկսում է ուտելիքի մասին մտածելուց, ապա թքազատման, խթանմամբ, մինչև սննդի անցումը դեպի կերակրափող եւ բուն մարսումը։ Բայց ամենակարևորն այն է, որ սնունդը մարսողական համակարգով անցնելիս չվնասի շնչառական ուղիները։ Հնարավոր է, որ այս փուլերից որևէ մեկը կամ մի քանիսը խախտվեն տարբեր պատճառներով, դա կարող է նաև կապված լինել պարզապես ծերացման հետ։ Հետևաբար անհրաժեշտ է բացառել խտացնող հատկություն ունեցող եւ որոշ պինդ մթերքները դեմենցիա ունեցող անձի ճաշացանկից կանխելու, նրա խեղդվելու կամ լուրջ վարակներ ունենալու ռիսկերը։ Հարկավոր է նախապատվությունը տալ թանձրուկներին ու ապուրներին, նույնիսկ եթե դրանք պակաս ախորժալի կամ ներկայանալի են բուժառուի համար։ Կլեոպատրա, ուշադիր եղիր, որ շատ չթրմես կարկադեն, ես այն թողել եմ, որ սառչի։
է։